Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գնահատմամբ Վաշինգտոնյան համաձայնություններով մեծ ապաշրջափակում է լինելու։ Հայաստանը 30+ տարիներ գտնվում էր շրջափակման ներքո եւ հիմա երկու երկրները պայմանավորվում են ապաշրջափակել, եթե հարկ լինի կառուցել նոր ենթակառուցվածքներ, միմյանց միջև տրանսպորտային ենթակառուցվածքներ, ասել է նա, ըստ նրա երբեմն նեղացնում են թեման հանգեցնելով Ադրբեջան-Նախիջևան կապի, բայց մեծ ապաշրջափակման ջանքերը համաձայնեցված սկզբունքների ներքո ներառում են նաեւ Ադրբեջան-Նախիջևան կապը։ Ընդ որում ենթակառուցվածքը, որով կապն իրականացվելու է, նույն կերպ շահագործվելու եւ օգտագործվելու է Հայաստանի Հանրապետության կողմից, ասել է Միրզոյանը։ Արտաքին գործերի նախարարի խոսքով երաշխ սադարակ հատվածը եւս պետք է ապաշրջափակվի եւ դա պետք է լինի օրգանական շարունակությունը կամ սկիզբը տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման։ Չկա տրամաբանություն, որ կաշխատի Հայաստանի Հանրապետության հարավով անցնող երկաթուղին եւ չի աշխատի Նախիջևանի տարածքով անցնող երկաթուղին, ասել է նա։ Ըստ Միրզոյանի ապաշրջափակումն իմաստ չի ունենա ու չի աշխատի, եթե այդ կտորը չապաշրջափակվի։ Ենթադրվում է, որ դա պիտի լինի համաժամանակյա, նշել է նա։ Վիզաների ազատականացման գործընթացը բավականին արագ է տեղի ունենում։ Ազգային ժողովում այս մասին հայտարարել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Հուսով եմ շատ մոտ ապագայում կտեսնենք գործողությունների համաձայնեցված պլանը, որից հետո կկատարենք աշխատանքները, որոնք պետք է կատարել, նշել է նա։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական միջոցառումները միս մսեղիքի իրացման օբյեկտներում, Երևանի Խորենացի փողոցում գտնվող Գումի շուկայում, ինչպես նաև մայրաքաղաքի մի շարք այլ վաճառակետերում իրականացվող աշխատանքներին հետևել է նաև տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը։ Մշտադիտարկման ընթացքում ստուգվել են մսի սպանդանոցային ծագումը հավաստող փաստաթղթի 5-րդ ձևի առկայությունը, պահպանման եւ վաճառքի սանիտարահիգենիկ պայմանները, մսամթերքի պահման համար սահմանված ջերմաստիճանային ռեժիմների պահպանումը։ Տիգրան Պետրոսյանը զրուցել է տնտեսվարողների հետ, ընդգծելով, որ վերահսկողական միջոցառումները շարունակական են լինելու, զիջումներ չեն լինելու։ Ոչ սպանդանոցային ծագման միսը ենթակա է առգրավման եւ ոչնչացման։ Անմիջապես կազմակերպվել է նաև առգրավված գրեթե 810 կիլոգրամ ոչ սպանդանոցային ծագման միս մսեղիքի ոչնչացման գործընթացը, ինչն իրականացվել է ուտեսուչների հսկմամբ։ Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը պատրաստվում է մասնակցել Իրանի Բաբոլ-Սար քաղաքում նոյեմբերի 1-ից 6 անցկացվելիք զինվորականների առաջին միջազգային մրցաշարին։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։ Թիմը հանդես կգա հետևյալ կազմով՝ 60 կիլոգրամ Կարլեն Դավթյան, 65 կիլոգրամ Ժորա Գրիգորյան, 71 կիլոգրամ Հովհաննես Հովհաննիսյան, 94 կիլոգրամ Հովհաննես Ղահրամանյան։ Հավաքականի գլխավոր մարզիչն է Երվանդ Կիրակոսյանը, իսկ պատվիրակությունը կղեկավարի Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը։